Շեֆից շատ է վախենում, որ Ալիևը ջղայնանա հանկարծ։ Հայաստանի թրկացման վտանգն եմ տեսնում, ստեղծելու ենք 300,000 աշխատատեղ։ Մեկը թողնելու ենք Փաշինյանի համար, թմբուկ նվագելը։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան։ Բարև Ալիկ ջան։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, շատ մարտական։ Պարոն Կարապետյան, մի քանի հարց եմ պատրաստել այսօրվա մեր զրույցի համար, թույլ տաք հերթով անցնենք։ Պարոն Կարապետյան, ինչն է ձեզ ոգևորում։ Առհասարակ թե հիմա։ Առհասարակ էլ հիմա էլ։ Առհասարակ ոգևորում է հաջողությունները բոլոր բնագավառում։ Հիմա ոգևորում է, որ մենք կամաց զարթնեցնում ենք հայ ժողովրդին։ Ժողովուրդը ոգևորված է։ Ժողովուրդը զգում է, որ մենք շուտով փոփոխություններ ենք բերելու։ Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարել են, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը այլևս արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չի։ Ինչ եք կարծում, նրանց կհաջողվի այս էջը փակել։ Մենք ինչքան քիչ ուշադրություն դարձնենք Նիկոլ Փաշինյանի իր կառավարության վրա, դրանից հայ ժողովուրդը ավելի շատ օգուտներ է ունենալու։ Նիկոլ Փաշինյանը եւ իր կառավարությունը բացարձակ կապ եւ առնչություն չպետք է ունենան հայ ժողովրդի ապագայի հետ։ Ում պետք էր հարգել այդ փաստերը ցեղասպանության, որ կուսակցություններին պետք էր, նրանք բոլորը ցույց տվեցին իրենց հայրենասիրությունը։ Ինչ դիրքորոշում ունեք Փաշինյանի այն հայտարարության վերաբերյալ, որ նա չի պատրաստվում դատապարտել Արցախում եկեղեցիների ոչնչացումը։ Թարմ դեպք ունենք մեկ շաբաթ առաջ։ Հենց այդ օրերին իրենք հայտարարեցին, որ ուզում են հարգեն եկեղեցին, եկեղեցու մոմի վաճառքը, հանգանակություններ ուզում էին հարկեն ու հենց այդ ընթացքում էլ այնտեղ Արցախում քանդում էին ու զրո արձագանք էր այստեղ։ Դե շեֆից շատ է վախենում, որ Ալիևը ջղայնանա հանկարծ։ Դրա համար Փաշինյանի համար, եթե մի մարդ իր խմբակով հարձակվում է Էջմիածինի վրա, իր համար ինչ կապ ունի Արցախում մի 100 հատ եկեղեցի քանդեն, չեն քանդի։ Ինչ դիրքորոշում ունեք Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարություններին, որ իրենք ասեցին պատրաստ են աջակցել ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությանը։ Երկուսն էլ շատ կոռեկտ հայտարարություններ են արել։ Դա միջազգայինորեն ընդունված փաստ է, որ կառավարությունը ձևավորում է առաջի տեղ զբաղեցրած ուժը, քանի որ մենք վստահ ենք, որ այդ ուժը մենք ենք լինելու, դրա համար շատ շուտով իրենք այդ հնարավորությունը կունենան պաշտպանելու մեր կուսակցության թեկնածուն։ Պարոն Կարապետյան, ինչ վտանգ եք տեսնում այն ծրագրի մեջ, որ ուզում է Հայաստան 300,000 ադրբեջանցի բերի ապրելու։ Սյունիքի կորցնելու վտանգն եմ տեսնում, Սևանի գյոլչա դառնալու վտանգն եմ տեսնում, Հայաստանի թրկացման վտանգն եմ տեսնում, բայց մի անհանգստացի։ Մենք դրա դիմաց ստեղծելու ենք 300,000 աշխատատեղ հայերի համար, նույնիսկ մեկը թողնելու ենք Փաշինյանի համար, թմբուկ նվագելը։ Շատ լավ։